Մայիսի 9-ից նոյեմբերի 23-ը Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին Հայաստանը կներկայանա միկրոճարտարապետություն արհեստական բանականությամբ նոր հիշողություններ պատմական հուշարձաններից նախագծով, որը կյանքի է կոչվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և բարերարների աջակցությամբ։ Տանում ենք Հայաստանի ձայնը, Հայաստանի խոսքը, Հայաստանի մշակույթը և Հայաստանի հայացքները դեպի աշխարհ։ Այստեղ պիտի ասեմ, որ մրցույթը շատ դժվար ընտրության առջև մեզ կանգնացեց, որովհետև հրաշալի հայտեր ունենք եւ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունից, այլ ամբողջ աշխարհից։ Բազմաթիվ հայտերից մասնագիտական հանձնաժողովն ընտրել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի թիմի աշխատանքը։ Հենց նրանք այս տարի մեր երկիրը կներկայացնեն Վենետիկի բիենալեում։ Հայաստանի ազգային տաղավարի համադրողը Մարիաննա Կարապետյանն է, ասում է ներկայացնելու են հայկական ճարտարապետության գոհարները կիրառելով արհեստական բանականությունը։ Թումոյի դերը ուղղակի անսահման է, սկսած նրանից, որ Թումոն տրամադրել է սկզբնական նյութերը, որի վրա հիմնվել է տաղավարը եւ հիմնական միտքը, ինչեւ որ ամբողջ թիմը իրականում իրար շուրջ հավաքելու եւ հսկայական ուղղակի ծավալուն ներուժ տրամադրելու այս ամբողջ աշխատանքի իրականացմանը։ Կազմակերպիչների խոսքով հայկական պատվիրակությանը բարդ փորձություն է սպասվում, թիմը պետք է միավորի ջանքերը մշակութային խեղաթյուրումների դեմ։ Այս նախագծի իրականացումը պետություն մասնավոր գործակցության լավագույն օրինակն է։ Հիմնական թեման այս տարվա եւ այս բիենալեի արհեստական բանականության մոդելի հետ աշխատել է եւ շատ հետաքրքիր իրադարձություններ եւ առիթներ ստեղծում է։ Մենք 2015 թվականին սկսել ենք սկանավորման աշխատանքները սիրողական Թումոյի աշխատանոցներու միջոցով։ Այսօր մենք ունենք մոտավորապես 260 հուշարձանները ավելի Հայաստանում, Արցախում հավաքած մեր բոլոր արխիվները, մոդելները։ Մեր ճարտարապետական հուշարձաններին դրանց պատմությանը շուրջ 6 ամիս Վենետիկի բիենալեում կարող են ծանոթանալ միջազգային արվեստասեր հանրությունը, սփյուռքահայերը, ինչու՞ չէ Վենետիկ այցելող հայաստանցի զբոսաշրջիկները։ Յուրա Վահանյան, Արման Թովմասյան, լուրեր։